Քրիստոսով ամեն։ Ուրեմն սիրելիներ, այսօր նշանավոր դոներեն մեկն է վերգեջերսինը։ Այսօր հոգեկարստյան դոն է, այսինքն այն օրը, երբ որ ինչպես որ Քրիստոս խոստացավ իր աշակերտներուն, ըստ որ ես երթամ, բայց ձեզի դիվերգեն Սուրբ Հոգին, որ ինքը ձեզի ամեն ինչ կդիսորվեցնե։ Եվ այս բոլորը դերի ունեցավ Պենտեկոստեի օրը, այսինքն այս օրվա մեջ աշակերտները հավաքված էին վերնադարներ, գծված էին Քրիստոսին, որովհետև մենք դեսնենք այլ Քրիստոսի հարցերեն ես ձեզի խոսեցա, ուրեմն Քրիստոս, երբ որ հայտնվեցավ այդ երկու միներուն գերեզմանի մեջ, ըստ իրենց կացեք և ստեք իմ աշակերտներուց, որ երթան սպասեն ինձ, այդպես ում որ պայմանավորված է։ Եվ այնպես դեսնենք, որ Քրիստոս իր խաչերությունեն արավ, իր մահեն արավ, ամեն ինչ պայմանավորված է իր աշակերտներուն։ Այսինքն իրենց անարգդալ բանը կերտիկա, բոլոր հարցերում պատասխանած է, բայց դե աշակերտները, որովհետև դիտան մարդիկ էին, հավանաբար չէին դրնարդրացել, դասնապրվել, որ ինչպես դիլենա, մեր որ դիլիներնի, հետո քանի օր երկրի, դիլի հայտնի, հետո 50 օր երկրի, խոսում դիլի գագադի, Սուրբ Հոգին դիլիկա, այս բոլոր իրենք չէին դրնարդրացել։ Եվ այսօրվա ավետարանի մեջ որ գարդապից էզի, ուրեմն այդ խոսքերն են, որ Քրիստոս ստավ իր աշակերտներուն։ Շատ կարևոր խոսքեր են, որովհետև այս խոսքերը մեզ իրականացնին պատկան։ Իսկ օրը ոչ թե միայն Սուրբ Հոգին իջավ աշակերտներուն վրա, երագելեցուներուց, այլ Սուրբ Հոգին ողբեցավ մեզ, փոխադրվեցավ մեզ սերունդեսերուն, և մենք բոլորս քրիստոնյաներ, անկախ անգեր, թե քանի կարեկան են, ինչքան կհավատան, ինչքան բազացել է հավատքն, ուսին հավատք, ինչքան շատ է, բոլորը ունին այդ Սուրբ Հոգին։ Մենք Սուրբ Հոգին ինչպես արի, Սուրբ Հոգին արի բրդության։ Ամեն բան, երբ որ բրդվի, կստանա Սուրբ Հոգին։ Հիմա գնալ քրիստոնյայի գերապետի բարգավաճությունը, թե ինքը այդ Սուրբ Հոգին իր մեջ ինչպես լինեցնի։ Սուրբ Գիրքը պետք է սովորեցնել, որ Սուրբ Հոգին գնմանի գրավելուտի մոմինը։ Եթե այդ գրավը գցել մի մարը, այլ հագարան ինչ պետք է, այդ գրավը միշտ բարած դիտողն։ Եվ ոչ թե միայն բարած դիտողն, այլ միշտ դիտողն, որ այս գրավը շատ կամ է։ Ինչու այսպես է, որովհետև ինչքան որ Սուրբ Հոգին մեր մեջ զորավորելը, ինչքան որ անոր գրավը դարձնելը, մենք ավելի կդարձնանք, ավելի կհավատանք և ավելի կզայնանք։ Ուրեմն այսօրվա ավետարանի մեջ Քրիստոսը գտել իր աշակերտներուն, գտել մխիթարին Սուրբ Հոգին, որ իմ հայրս իմ անունով սիրելիք է, անիդա ձեզի բոլորը դիսորվեցնե, ինչ որ ձեզի գտի։ Այսինքն Քրիստոս այստեղ ձեր աշակերտներուն, ես գիտեմ դուք մարդ եք, դուք հետս 3 տարի ապրեցաք, ես ձեզի շատ բաներ սովորեցրի, բայց որովհետև մարդ եք, այդ բոլորը չեք կերտացել իվայր։ Արմամարից է Սուրբ Հոգին ձեզի դիսորվեցնե ամեն ինչ, և նույնիսկ ձեզի դիսորվեցնե այն բաները, որոնք դուք իսմել հտազերի կամ հորթազերի։ Եվ իշխանագել ձեզ մտերուտ է, խաղություն գտող ձեզի, իմ խաղությունը կուզամ ձեզի, ոչ թե ինչպես աշխարհը գտայել ձեզի կուզամ, սրտերից դող չկրովի և չվախնա։ Ուրեմն, երբ որ Քրիստոս իր աշակերտներուն վերջին ընթրիքին Եվանգելիքանի առաջ գտել, որ ինքը պետք է խաչի, պետք է վերնի, պետք է խաղի, աշակերտները շատ ուղղությունի, որովհետև գտեին, որ դերն եք հազիվ կեզիկլան, ուդի եկան, և իրենց գտել, որ ես պետք է եկան, հայց աշակերտները չէին հասան, և այսօր երկրի վիճակի
տարիներու, չունելու, փորձություններու, փորձանքներու, պատերազմներու նոր են դիվակը, որովհետև ես ձեզի տված եմ իմ խաղաղությունը, այն խաղաղությունը, որ Սուրբ Հոգին մեր մեջ կհանգստացնի մեզ։ Դեպի մենք բոլորս ունենք, բոլորին ծանոթ ինչու համար քրիստոնյան գնացնենք ամեն դժվարությունների մեջ։ Գրեցենք, որ քրիստոնյան խաղաղ է, այսինքն խնդիրն եղավ, պրոբլեմն եղավ, պատերազմն եղավ, չենք դառնալու։ Ինչը մեր մեջ խաղաղությունն է, որովհետև այդքան Աստված ինքն է ասել, որ այս բոլոր բաներն ելան, այդտեղ խաղաղությունը մի գործն է։ Եվ անհամար մենք որպես քրիստոնյաներ նույն ծրոներ են, նույն ասկեր են, ավելի խաղաղ են։ Դեպեք նույն ծրոները, երբ որ խնդիրն է, պատերազմն է, ելեն իրավունք են, իրավունք մոտ են, բայց քրիստոնյան այսպես չէ, քրիստոնյան միշտ իր խնդրի մեջ կմտածի, որ ես որպես քրիստոնյա գոչված եմ խաղաղություն գնքել, պետք է խաղաղ ապրել։ Այսպես չի նշանակել, որ մեկը հարկանի իմ վրա, մեկը հարկանի իսկ ունալու, մեկը հարկանի իմ հայրենիքի վրա, ես ձեզ սիրով ինձ ձեզ հարկ է, այսպես չէ, բայց մենք առաջին մեր քայլը որ պետք է ենք, պետք է դա խաղաղությունը, որովհետև Քրիստոս ինքնից է Երանի խաղաղարարում, որովհետև անոնք խաղաղություն դիմեն, անոնք Աստծո երեսին դիմեցնեն, անոնք Աստծո որդիներ դիգոչին, եւ այսպեսի խոսում դեպա։ Հիմա ես այսօր ինչ ուզեմ ձեզ խոսել։ Ինչ արագ է որ մտածեի այս բավարարի մասին, ես որ լավ մեր առաքյալները, աշակերտները Քրիստոսի ստացան Սուրբ Հոգին։ Եվ այդ Սուրբ Հոգին եւ որ ստացան, իրենք հրաշքներ էին, շատ հրաշքներ։ Օրգանի ամառների պատմում է Ավետարանը, որ առաքյալները ինքնից Պետրոս օրգանի ամառ եւ որ դիսկալեն հրաշքներ էր, մարդիկ կերտային իրենք իր հատուցին գործերին տնալ, որպես իրենք օրգնին։ Ուրիշ մարդիկ գսպասեին, որ առաքյալեն կաշկիլատ կմինա, դուխ կմինա, որպեսի երդային այդ դուխը արմենի և օրգնին։ Լավ, այդ նույն Սուրբ Հոգին չէ, որ Քրիստոս տվավ Հիսուս օրիետ իր աշակերտներում։ Այդ նույն Սուրբ Հոգին չէ, որ առաքյալները իրենք փոխանցեցին իրենց վերջերով առաքյալներում։ Այդ նույն Սուրբ Հոգին չէ, որ առաքյալներու հաջորդականության այդ Սուրբ Հոգին դրվեցավ մեր քրբազաններում, դրվեցավ մեր կաթողիկոսներում, դրվեցավ մեր քահանաներում, հավաք ինչու այսօր եկեղեցին այդ նույն զորավոր եկեղեցին չէ։ Գիտեք ինչու, որովհետև ճանաչի ձեզի առաքյալը ասե ձեր մեջ Սուրբ Հոգին մի մարեք։ Եվ ճանաչել, որ ինչքան մարդ ունենա Սուրբ Հոգին, բայց եթե ինքը չխնամե այդ Սուրբ Հոգին, այդ Սուրբ Հոգին դերն ունի գավի մարի։ Այսինքն եթե ժամանակին դու ամեն իրական եկեղեցին գալի, եթե հանդիպեցնես, որ սկսար, որ ամիսը մեկ անգամ գալ, սկսար 3 ամիս մեկ անգամ գալ, ոնք իրիքես, ուրեմն այդ Սուրբ Հոգին, որի մեջս է, սկսավ մարելու։ Եվ երբ որ տեսնես, որ այլևս վիճ եկեղեցի չես գալ, այն ամեն ինքնած, որ դու մեջը այլևս Սուրբ Հոգին չգա։ Դու արդակ նավես, ամոն գնալ քրիստոնյա ես, բայց քրիստոնեությունը միայն ապրող չէ, սերի հաջախես է։ Քրիստոնյա ես ու այնքանում, երբ արդում ու մեջը այդ Սուրբ Հոգին գա, երբ որ Սուրբ Հոգին զուրկ ես, ու մեջ է կացած է Սուրբ Հոգին, այդ Սուրբ Հոգին գայից է, գրագը, երբ որ ու մեջ մարած է, դու այլև դուկանաց միազգը առանց Հոգին, որովհետև այդ Հոգին է, որ գործեմ ապրել։ Երբ իմանացան, այսօր մենք ինչու տեսնենք քրիստոնյա ժողովուրդներում են ձերը Աստծո նկատմամբ բաղած է։ Աստծո պատճառին է, որ Սուրբ Հոգին մարած է։
Եվ այսօր դրեցնենք, որ եկեղեցիները կատարել են, ինչ է պատասխանը, որովհետև Սուրբ Հոգին արարած է մարած է։ Եվ որ մենք դրեցնենք անսուրբ դերերը, սուրբ դերերը, եկեղեցին ավելի սուրբ կա, չկա։ Եվ եկեղեցու սրբությունը իր ամբողջական իմաստը, այսինքն եկեղեցի, լավ Արնայի եկեղեցի, լավ Սոֆիայի եկեղեցի, լավ Քերքերվոլների եկեղեցի, այս բոլորը Քրիստոսի ծրագարանն են, որոնց մեջ պետք է Սուրբ Հոգին ապրի եւ Սուրբ Հոգին գործի։ Լավ այս Սուրբ Հոգին այսօր ուր է, գա, այո գա, բայց գա այնքանով, ինչքանով որ մեր մեջ գա։ Եթե մենք եկեղեցի մեջ ենք եւ Սուրբ Հոգին մեր մեջ կա, ուրեմն այստեղ Սուրբ Հոգին կա։ Ինչու՞ դուք Քրիստոս ուր որ երկու կամ երեք իմ անունով հավատին գտես, ես այնտեղ եմ։ Բայց եք այնտեղի երեք Հոգին հավատված են, բայց Քրիստոսի անունով չեն հավատված, ինքը այնտեղ չէ, ինքը այնտեղ է փոխակայ։ Երբ որ խոսիկ սրբությունների մասին, երբ որ խոսիկ սուրբ վայրերի մասին, ես ուղղակի իմ աչքից աչքեր կգա մեր հայ ժողովրդի ամենասուրբ դերը։ Ուր է հայ ժողովրդի ամենասուրբ դերը։ Օրինակ մարմենք Սուրբ Երուսաղեմի տակը, չէ՞։ Դուք գիտեք, որ Երուսաղեմի տակի մեջ ինչեր դեր ունենա։ Ես չեմ ձեր Երուսաղեմի խոհանոցին մեջ որ դեսնենք ինչ կգա։ Բայց բարձրապես եթե կուստեն այն, և դեսնենք, որ հարության օրը, և որ կետան Կիպրտյալ ջրակը իրարնեն անտերեն, Քրիստոսի ջրակը իրարնեն, և այնտեղ իրարուկ դեսնեն, իրարուկ հավնեն, իրարուկ դեսնեն, ով առաջ իրերնա այդ ջրակը անեն։ Հիմա ես դեպի հարցնեմ, որ ես սուրբ դրամապանով մարդ, այնտեղ գնան Քրիստոսը դրա, մեկ որ մուսին գավե, մեկ մուսին որ դրվի, որվեցի Քրիստոսի լույս արնը։ Սիրելի, դու Քրիստոսի լույսը վերցունից երկարու այնտեղ են անելու։ Քրիստոսի լույս եթե խնդրես, այդ լույսը ամեն դեր է, դու գնաց ամեն դեր են խնդրել երկետել, ինքը Քրիստոս այսպես։ Եվ երկրորդ հերթին, երբ որ ես խոսին սրբության մասին, ամենեն սուրբ դեր որպես հայ ժողովուրդ է, առաջին սուրբ դերը, Մարի անոր Սուրբ Էջմիածին է։ Ես հաջող դեպի խոսած եմ, հաջող փողակակերով խոսած եմ, բայց այսօր մենք գիտենք, որ մեր հայրենիքը և մասնավորապես եկեղեցին այսօր վայրկապեկված է։ Այսօր մեր եկեղեցին նույնիսկ ախտահավաք է, սկսած է մեզի քննադատել, սկսած է մեզի դուրսումուրել։ Ինչու՞։ Մեր եկեղեցին այսպես է, թե մեր եկեղեցին այսպես չէ։ Մենք ունեինք նարեկացի, այդ նարեկացի ժամանակ մինչև այսօր ոչ թե միայն հայերը, եվրոպացիները, ամերիկացիները, ովքեր որ լսած են սուրբ նարեկացի մասին, և դա նարեկացի գիրքը դրական, նարեկացի աղոթներով գործվի։ Մենք ունեցած ենք նորհաններ, մենք ունեցած ենք այնպիսի հայրապետներ, որոնք միայն իրենց անունը եկեղեցեք, ամեն մարդ ոտքի գիտենա և խոնարհի, լավ, դառնելություն ինչ է։ Ինչու այն ժամանակ այսպես է, ինչու մեր օրերում այսպես է։ Որովհետև այն ժամանակվա մարդիկ հասցրել էին Քրիստոսի գործը։ Ես էի, որ Սուրբ Հոգին ձեր մեջ չմարեք, և մեզ միշտ Սուրբ Հոգին գա, և երբ որ մարդում մեկ Սուրբ Հոգի գա, այն ժամանակ մարդը սուրբ գա, բայց վայ եկեղեցին, երբ որ այդ Սուրբ Հոգին մեր մեջ եկա, և ահավասի այդ վայը եկավ մեր։ Եկավ, այսօր մենք տեսնենք, որ մեր եկեղեցին շատ գեղեցիկ է դուրսեն, մեր դարբերները շատ գեղեցիկ են, մեր վարդավետները, սրբազանները, կազմակերպությունները շատ ալվոր են դուրսեն, և հատուս մանիշագարում կեպտերի, բայց
երբ որ մեջ մտնել, վիզեցնել, որ իրեն ձերքով մարեցին Սուրբ Հոգի։ Եվ անոր համար, երբ որ Սուրբ Հոգի չկա, արգել սրտություն չկա, այն եկեղեցին, որում մեջ սրտություն չկա, այն եկեղեցին մեջ Քրիստոս չկա, Աստված չկա, այն հայրենիքը, որ ժողովուրդը իր մեջ կդարձնի, եւ դեսպաններ Սուրբ Հոգի իր մեջ, այն ամենաստված թույլ կտա, որ արհամիտները կան մեր գլխում, որպեսզի մենք արթնանք, որպեսզի դեսնենք մեր ինքնությունը, դեսնենք մեր պատմությունը, մենք ուր էինք, այսօր ուր ենք։ Եթե բանջնյային մենք մտածենք մեր պատմական Հայաստանը, ամենահզոր ազգը հայ ժողովուրդն է։ Մենք ունեցած ենք մեր դիրանը, որ աշխարհի ետ է գրաված եւ ենթարկված է հայերուն։ Այսօր մենք փոքր հայերենիք ունենք, վարհայկական երկրիկան ունենք, վարհայկական ավելի ներդրական։ Բայց ակալ չեք դեռնալ վայր։ Ինչու չեք դեռնալ վայր, որովհետեւ մենք միասնական ենք։ Մենք ծեր չենք։ Այսօր, երբ որ Քրիստոսի առաքյալները վերհանդուրին մեջ սպասեն Քրիստոսի, այնպես որս առաքյալները իրեն հավատված էին, որպես մեկ ծերք, մեկ միություն, բայց այսօր այդ միությունը կա, այսօր հայը հայրենիքի սիրել, քրիստոնյան չի սիրել, մեր ուսի գծական որ ինքը սապոտի, գծական որ ինքը ինա, որպես ինք ուտրահանա, և ակոր համար մենք հասան այս սավալի վիճակը։ Ակից է, մենք շատ դխում ենք, որ այս մեր եկեղեցով պասերը ուրիշները պասին։ Մենք շատ դխում ենք, որ մեր ամբող հատուսները ուրիշներու ձերքով կախվեցան։ Ինչ լավ ու ելար, եթե ամոն կուսեին դեզի, երբ որ իրենց կսեին դուք ձերքի շիրկեցեք, ձերքերը կերեցեք դրուկը համակեցեք, ասի եկեղեցի չէ, փոխվեցեք իչու, եթե մեզ իրցեին, և երբ սկսեին փոխվել, կոնե 20 տարի է ես սկսեցին, 20 տարի, բայց ցանկ ապարվանավատի և հասանք մկև այստեղ, որ այսօր դեպությունը, վարչավերը, չեմ և ովքեր ամեն օր եկեղեցին ժվարնապել։ Ուրեմն սիրելիներ, սա տանենք այսօր մեծել։ Քրիստոս մեզի իր առաքյալներու միջոցով ուղղան Սուրբ Հոգին։ Այս Սուրբ Հոգին մենք բանավոր ենք պահել։ Միշտ փուրվարի դեսքեք այսօր վերավորը փուրվարը վերածել այս բան ազգում արել է։ Այս մարերը ազգին կդա, այս ազգի դեսագերը որ ազգին են արել է։ Այս ազգում արետանն է խում դինա, խում չիդա։ Նույնը ծալու մեր հոգիները, եթե մեր հոգի մեր այս գրավի գայի դեչիդա, անով է ոչ աղոտ գել է, ոչ հոտ գել է, ոչ քրիստոնեություն գել է, նույնած հատակ գելետիկ դուսեն, բայց ներտեն կգատար, ինքը Քրիստոս կսեր, հրյակ ահանավետներուն, կսեր, որ իրեն դուք գրմանի կաջարական կերեցմաններուն կսեր գրմանի։ Ինչպես, գսեք, սեր կերեցմանները, ինչպես որ դուսեն կերեցիկ են, բայց ներսը, մեր դուրը բաց է, գսեք ներսը ինչ կա, մեր ներսը ներություն կա և կարշահորություն կա։ Ուրեմն սիրել է ավետարանի խոսքով, այսօր մենք անգամ և կարիք ունի, որպես ատ, որպես ժողովուրդ, որպես քրիստոնյա հանրություն, մենք կարիք ունի անգամ և այս Սուրբ Հոգին դեսնենք, եթե մարած է վարենք, եթե մարած է մարելու վրա է ինչ-որ բենզին վերցնենք, որպես անիգա ավելի վարի, և Աստված դավոր Սուրբ Հոգին այսօր կորդեր, հոգեկարության Սուրբ Հոգին, մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր ընտանիքներու և մեր բոլոր